խորհրդային մշակույթը պետք է լիներ ձևով ազգային, իսկ բովանդակությամբ խորհրդային, պրոլետարական կամ խորհրդային։ Այդ ձևի խնդիրներ այդ ազգայինը Դա էլ շատ հետաքրքիր է, էլի, շատ հետաքրքիր է, ինչպես է խորհրդային օրինակ առաջի տարիներին, հա, խորհրդային միությունը միանգամից չվերացրեց այդ ազգային, այսինքն չհամահարտեցնեց եւ նույնիսկ հակառակը խրախուսում էր, հա, այդ հայտնի այդ կորենիզացիայի քաղաքականությունն էր, չէ՞ որ ամեն մի ժողովուրդ, որ ապրում էր խորհրդային միությունում, ինքը պետք է ունենար իր ազգային ինչ-որ տենց բանը կար, գործիքակազմը կարելի է ասել։ Բարերը, չգիտեմ, Անպայման եւ որ այ ազգերն էլ չունեին իրենց դիպլոմային հատուկ ստեղծում էին, ստեղծեին, այո, դա պարտադիր էր։ Նայեք նույն էպոսը, որովհետեւ այն ժողովուրդները, ովքեր ունեին էպոս, դրանք թարգմանվում էին, հա, Սասունցի Դավիթը 39 թվականին թարգմանվեց, Հոբելյանը նշվեց, միջոցառումներ եղավ, իսկ այն ազգերը, որոնք չունեին, իրենք ստիպված պետք է ստեղծեին, որովհետեւ կար այստեղ այդ հավասարության սկզբունքը, հավասարությունը, այստեղ ենթադրվում էր, որ բոլորը պետք է ունենան դրա համար էլ դա էլ ինձ թվում է կայսրության քաղաքականությունն էր որ պերիֆերիաները հավասարապես զարգանան եւ այստեղ խնդիր չլինի ըմբոստանալու դեմ գնալու այլ այդ սովետական մարդը ինքը նաեւ վիզուալ պետքա նման լիներ մեկը մյուսին ինչ որ առումով նաեւ ազգային ունեցած արժեքները պետքա հավասար լինեին նույն ունենայինք նաեւ մենք ինչ ունեն հարևան պետությունները հա դրա մասին մենք Չետ ավելի մանրամասն խոսենք, բայց հիմա ուրիշ թեմայի վրա եմ ուզում։ Հիմա գանք բանին, ձևը հասկացանք ազգային բովանդակությունը։ Ասենք ինչ ձևի բովանդակություն էր, այսինքն խորհրդայնությունը փառաբանող, հա, ճիշտ եմ հասկանում, կոմունիզմը կամ սոցիալիզմը փառան։ Սոցիալիզմը դառնում է հիմնական ոճը, հիմնական ուղղությունը, որն է դա, ինչ էր դա նշանակում, նշանակում էր, որ պետք է սոցիալիստական ռեալիզմը ներկայացնի ինչքան լավ է սոցիալիստական երկրներում, ինչքան լավ է խորհրդային միության երկրներում եւ ինչքան վատ է կապիտալիստական երկրներում։ Եվ բոլոր թերթերը ես մի հատ այդպիսի հոդված ունեմ Agitprop-ի, որտեղ հստակ նյութեր եմ հավաքել տարբեր այսպես թերթերից խորհրդային Հայաստան, խորհրդային շինարարություն, որտեղ հստակ տեսնում ենք այս ռոպագանդան, այսինքն ինչքան լավ է մեզ մոտ, ինչքան մենք զարգանում ենք, առաջ ենք գնում դպրոցների թիվը, աշխատող կանանց թիվը, երեխաները, կանանց ձայնի իրավունքը, այսինքն այս թեմաները ինչքան լավ է, լուսավոր է, հավասար է մեր իրավունքները սոցիալիստական երկրներում եւ ինչքան վատ է կապիտալիստական երկրներում, ինչպես է բուրժուազիան խեղդում հասարակությանը, ինչպես են հարուստները հարստանում, աղքատները աղքատանում, օրինակ 2000 տառապյալ երեխա կապիտալիստական երկրներում զոհ գնացին բուրժուազիային։ Այսինքն տեսնում ենք, որ ամբողջությամբ ոստեղ կարևորը դա չէ, որ ճիշտ է թե սխալ հասկանում եք, այստեղ կարևորը այդ ոնց էին այդ երկու աշխարհները ստեղծվում եւ նաեւ դրան շատ նպաստում էր կոնկրետ այդ վիզուալ նյութերը ամսագրերում օրինակ կապիտալիզմը ներկա ծաղրանկարները եւ վիզուալ նյութերը օրինակ կապիտալիզմը ներկա ավանգարդ թերթում համարը 23 թվականի համարներից մեկն էր կապիտալիզմը ներկայացված էր որպես վիշապ 3 գլխանի իսկ տակը սովետական ժողովուրդը թրերով ու նետերով ոնց է ուզում իրան սպանի ու ցույց է տալիս այդ պրոլետար դասակարգի հաղթանակը ու սենց դա էապես ազդում է այդ նկարները կարիկատուրաները ծաղրանկարները շատ բաներ մեսիջներով էր հարուստ որ այն մարդիկ ովքեր կարդալ չգիտեն գոնե տեսնեն ու վիզուալն տեսնեն այս երկու աշխարհների դե հետո ի վերջո հավերժական հարցեր է բարձրացնում չարի եւ բարի այսպես պայքարն է առանձնանում եւ միշտ ասենք գրավիչ է լինել բարու կողքը էլի այսինքն բարի կողմը լինել ավելի գրավիչ է եւ փաստորեն այդ աշխարհի նման պատկեր էին ստեղծում էլի այո եւ նույնիսկ մշակութային գործերը այդ ժամանակ այդպես էին ընդունվում օրինակ եթե չեմ սխալվում Հակոբ Կոջոյանի նկարներից մեկն էր իր դիպլոմային աշխատանքի որ մերժում են առաջին նկարը որովհետեւ իր նկարած կտվորուհիները կտավում կտվորուհիները ժպիտ չունեին իսկ սոցիալիստական կանայք չէին կարող չժպտալ այսինքն իրենք պարտադիր պետք է բավարարված ու երջանիկ լինեին այդ հետաքրքիր է որ նաեւ
մշակույթը իր տարբեր դրսևորումներով պետք է գար ու ապացուցեր, որ սոցիալիզմ այն իր միակ ճշմարիտ իրական ուղղությունն է, որում մենք ապրում ենք ու որով մենք պետք է ստեղծագործենք։ Դա նաև վերաբերվում էր թատրոնին, երաժշտությանը, գրականությանը, այսինքն ամբողջովին սկսվում է այսպես 30-ականներին հատկապես։ Իսկ ռադիոն տարածված էր, հա։ Այո, ռադիոն էլ էր բավականին տարածված, հաղորդումները, բայց ավելի շատ խորհրդային մամուլը։ Ամեն դեպքում խորհրդային Հայաստանում 20-ականներին մամուլն է դառնում ամենահիմնական գործիքը, թատրոնը եւ մշակույթի տներում ծրագրերի իրականացումը, այսինքն միջոցառումներ, դասախոսություններ, թեմատիկ զրույցներ, շրջիկ թատրոններ, այսինքն այն բոլոր միջոցները, որով հնարավոր էր ձևավորել այդ սովետական քաղաքացիությունը։ Մտածողություն։ Ես հիշում եմ 33 թվականին, երբ որ Գերմանիայում իշխանության են գալիս նացիոնալ-սոցիալիստները, իրենք անվճար բաժանում են ռադիոներ, անվճար, որտեղ ինքը այդպես այդքան էժան բան չէր, հաճույք չէր եւ անվճար բոլոր ընտանիքներին բաժանում են այդ ռադիոները, մի խնդիր կար, ռադիոները ընդամենը մի կայան, մի ալիք եւ այն հեռարձակում էր այն, ինչ որ պետք էր պետությանը եւ բնականաբար մարդիկ, որոնք այսօրվա նման մեր նման այսպես բազմազանություն չունեին զբաղմունքի, հա, հերոստացույց չկար, չգիտեմ, համացանց չկար եւ այլն, եւ միանք զբաղմունքը, ասենք գերմանացի տնային տնտեսու ինչներ այդ ռադիոն էր, որը ինքը միացնում էր եւ բնականաբար այդ ամբողջ այդ պրոպագանդա, որ գալիս է ռադիոին, դա լցվում էր իր ուղեղը եւ նույն մեխանիզմով են ի վերջո աշխատել։ Իհարկե, եւ իրականում պետության համար գործիք է դառնում մշակույթը, որովհետեւ եթե դու ուզում ես հստակ տեսլական ունես, դու ոնց ես ուզում զարգանալ, չես կարող մշակույթը թողնել այսպես ազատ ու բարձի թողի, որովհետեւ ինքը դառնում է քո տեսլականի ամենակարևոր բաղադրիչներից մեկը, ու ուզես չուզես ինքը դառնում է քաղաքականության հիմնական ոլորտներից մեկը։ Հետևաբար նույնիսկ այն քաղաքականությունները նայեք ԱՄՆ-ում, որ ասում ենք ԱՄՆ-ում չկա մշակութային քաղաքականություն, որտեղ չկա մշակույթի նախարարություն, դա այդպես չի, ուղղակի իրենց մշակութային քաղաքականությունը չի ենթադրում ենթակառուցվածքի ձևավորում, իրենց գործիքները այլ են, դրամաշնորհներն են, իրենց գործիքները, օրենքներն են, հարկային դաշտն է, այսինքն այլ գործիքներ են, որոնք դառնում են դոմինանտ։ Մենք դա չի, ի վերջո եկե եթե նաև այսօրվա համար խոսենք, նույն ասենք ֆիլմ արտադրությունը, որը իր ձևով ինքը անկախ է, հա, այսպես է համարում է, որ անկախ է, որովհետև պետական ֆինանսավորում չունի, բայց այն մեսեջները, որը տալիս է այդ ֆիլմ արտադրությունը, դա այն է, ինչ ընդունելի է պետության կողմից եւ որը խրախուսվում է պետության կողմից, վերջին հաշվով, չէ՞։ Միանշանակ այդ նարատիվները ոնց են ստեղծվում, տիպային կերպարները ու տարածվում, դա դառնում է գործիքներից հիմնականը։ Նույնը Ֆրանսիայում, եթե մենք նայենք օրինակ 5-րդ հանրապետության ժամանակ, երբ իշխանության եկավ Շարլ դը Գոլը, էլի բերեց հստակ պետական մշակութային քաղաքականություն, իդեպ այնտեղ կային նաև որոշակի այսպես հետազոտություններ, որը Հեսթանովն էր պատմում, թե ինչպես է Ֆրանսիան փորձել կրկնօրինակել Խորհրդային Միության պետական մշակութային քաղաքականության մոդելը եւ ենթակառուցվածքներով հանդերձ կրկնօրինակել է, թեև արևմտյան պատմության մեջ մշակութային քաղաքականության պետական մոդելի նախատիպը համարվում է Ֆրանսիան, բայց ընդհանուր առմամբ դա սովետների իհարկե Խորհրդային Միությունն է։